սակայն մինչ այդ ջերմությամբ հիշենք մեր այն կուսակից ընկերներին, ովքեր այս ընթացքում հրաժեշտ տվեցին երկրային կյանքին, այդ թվում Հանրապետականի ակունքներում կանգնած Ռազմիկ Զոհրաբյանին, Գալուստ Սահակյանին, Վազգեն Կարախանյանին։ Նրանց հիշատակը վառ է մեր սրտերում, իսկ կյանքի ուղին անվերապահ նվիրումի և աննկուն պայքարի խորհրդանիշ։ Կուսակցության նախորդ համագումարից հետո ցավոք մեր երկրում ողբերգական ճակատագրական իրադարձություններ տեղի ունեցան, որոնք ոչ միայն անխուսափելի ազդեցություն ունեցան ներքաղաքական գործընթացների, ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեության վրա, այլև տարածաշրջանում նոր և վտանգավոր զարգացումների դուռ բացեցին, և այսօր մենք կանգնած ենք մի իրականության առաջ, որը սոսկ քաղաքական խնդիր չէ, այլ համազգային ցավ ու փորձություն։ Շատերին թվում էր, թե 44-օրյա պատերազմն իր աղետալի հետևանքներով ամենասարսափելին է, որ կարող էր պատահել մեր ժողովրդի հետ այս արկածախնդիր և ապազգային կառավարիչների օրոք։ Մենք այդպես չէինք կարծում։ Մենք շատ պարզ տեսնում էինք, թե ինչպես են անամոթաբար կրկին խաբում և մոլորեցնում մեր ժողովրդին։ Դեռևս մեր նախորդ համագումարում հորդորում էինք չապրել պատանքներով և չդադարել ամեն օր բոլոր հնարավորություններով գործել ազգադավ ուժերի դեմ։ Այո, մենք տեսնում էինք, թե ինչպես են կապիտուլյանտ իշխանությունները պատերազմի շոկը չհաղթահարած ժողովրդին նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը ներկայացնում որպես խաղաղության դարաշրջանի սկիզբ և համոզում, թե պարտությունից հետո բացվում է նոր էջ, թե իբր այդ ստորագրությունը ճանապարհ է հարթում կայունության, անվտանգության և խաղաղության համար։ Սակայն շատ չանցած վերջնականապես պայթեց խաղաղության դարաշրջան կոչվող փուչիկը։ 2022 թվականի դեկտեմբերին Արցախը հայտնվեց լիակատար շրջափակման մեջ, շուրջ 10 ամիս անցավ հումանիտար ճգնաժամի տառապանքի ու մաքարման բոլոր դժվարություններով, ցրտի, սովի, կենսական անհրաժեշտության միջոցների սուր պակասի ու անորոշության պայմաններում, խաբված և դավաճանված Հայաստանի կառավարիչների կողմից, տեսավ միջազգային կազմակերպությունների սահմանած նորմերի և իրավունքների ողջ դատարկությունը, աշխարհի անտարբերությունը, և սա խոստացված խաղաղության դարաշրջանի ընդամենը սկիզբն էր։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը վերջակետ դրեց այդքան տարփողված խաղաղության դարաշրջանին։ Այդ օրը խաղաղության մասին բոլոր գեղեցիկ փաթեթավորված խոսքերը հօդս ցնդեցին առաջին պայթյունների հետ։ Արցախը կրկին արթնացավ հրթիռների և հրետանու ձայների տակ։ Ադրբեջանը ներխուժեց Արցախի հանրապետություն։ Ուժասպառ, միայնակ ու անպաշտպան մնացած հանրապետությունը առնաքանվում էր ոչ միայն ագրեսոր թշնամու արկերի բեկորներից խոցված, այլև թիկունքից իր անվտանգության երբեմնի երաշխավոր Հայաստանի իշխանազավթ կառավարիչների հասցրած հարվածից, անտարբերությունից։ Մաքարող Արցախի համար ամենացավոտը, այո, թշնամու կրակը չէր, ամենացավոտը թիկունքից դավաճանությունն էր և հետո հանդգնությունը, անամոթաբար հայտարարելու, թե արցախցիները չեն կռվել։ Սա այն դեպքում, երբ արցախցիները կատաղի դիմադրություն են ցուցաբերել և թշնամուն հասցրել մեծ վնաս։ 2018 թվականից սկսած ողբերգական իրադարձությունների այս շղթայի վերջը Արցախում իրականացված էթնիկ զտումներ և շուրջ 145 հազար արցախցիների բռնագաղթը իրենց հազարամյա բնօրանից։ Իհարկե, այս թվի մեջ մտնում է նաև քառօրյա պատերազմից հետո Արցախի տարբեր բնակավայրերից արտագաղթած մարդկանց թիվը, ովքեր բնաջնջման սպառնալիքի տակ թողեցին հայ ժողովրդի լավագույն զավակների արյան գնով պաշտպանված իրենց տները, քաղաքներն ու գյուղերը, եկեղեցիներն ու գերեզմանները, որոնք այսօր անարգվում ու ավերվում են։
եւ սրանք դեռ հանդգնություն են էթնիկ զննման հետևանքով բռնագաղթած արցախցիներին սպառնալ եւ ասել. «Չփախնեիք, բա ինչի՞ չեք մնացել Արցախում»։ Սա արդեն ցինիզմի գագաթնակետն է։ Բռնագաղթից հետո Հայաստանում սկսվեց արցախցիների նկատմամբ պետական մակարդակով ցուցաբերված անբարյացկամ, անհոգի վերաբերմունքն ու անտարբերությունը, հանցավոր անգործությունը, իսկ հաճախ դատարկ խոստումները, անհետ կորածների որոնման միջև այժմ Բաքվի բանտերում ամարտկային զրկանքներ կրող գերեվարված, պատանդարված մեր հայրենակիցների ազատության եւ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։